Հայաստանի էներգետիկ քարտեզում լուրջ փոփոխություններ են ուրվագծվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ին հայտարարեց. ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված լինի Թուրքիային ու Ադրբեջանին։ Երկրի ղեկավարի գնահատմամբ թե Հայաստանը, թե Ադրբեջանն ունեն էներգետիկ ավելցուկ, այսինքն միջազգային շուկաներին հասանելիության պոտենցիալ։ Շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինչում կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաև Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու։ Եթե անգամ ցանցերը միացվեն եւ այս մոդելները չգործեն, առնվազն տրանզիտի համար Հայաստանը եկամուտներ կստանա, շեշտում է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այստեղ որևէ սպառնալիք չկա Հայաստանի համար։ Անվտանգության երաշխիքը այդ թվում փոխկապվածությունն է, երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն, եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետև այդ թվում խոշոր տերությունները եւ խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ կայուն հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող լինել։ Հայաստանը պատրաստ է իր բոլոր հարևանների հետ ունենալ միասնական էներգետիկ համակարգ, նշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդատյանի խոսքով նախորդ տարի Հայաստանը 12-ամսյա ռեժիմով էլեկտրաէներգիա է արտահանել Իրան եւ փոխարենը գազ ներմուծել։ Վրաստանի դեպքում արտահանել ենք նաև որոշ չափով ներմուծել։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել, ես նախորդ տարի Թուրքիայում հանդիպել եմ նաև Թուրքիայի էներգետիկայի ոլորտը համակարգող նախարարի հետ, ըմբռնում ունենք, որ այս հարցը մեր օրակարգային հարցերից է եւ ըստ անհրաժեշտության կարող ենք ուսումնասիրություններ իրականացնել եւ ծախսային կտորը հասկանալ, թե որքան գումար է անհրաժեշտ ծախսել մեր էներգահամակարգերը միացնելու համար։ Իմ տպավորությունը առնվազն Թուրքիայի գործընկերոջից հետեւյալն էր, որ իրենց էլ հետաքրքիր է այս թեման եւ առաջիկայում ակնկալում ենք, որ տեղաշարժ կլինի։ Ադրբեջանի պարագայում մենք եւս պատրաստակամություն ենք հայտնել, սպասում ենք նաեւ իրենց մտադրություններին։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման գաղափարին դրական է վերաբերվում։ Նշում է, այն ունի մի շարք առավելություններ։ Ցանկացած էներգետիկ համակարգ, եթե սինխրոն աշխատում է իր հարևան երկրների համակարգերի հետ, նվազում են ռիսկերը, ինքնարժեքը երկրում արտադրված էլեկտրաէներգիայի, շատ կարևոր է, որ մեր համակարգերը սինխրոն աշխատեն ոչ միայն Վրաստանի, ոչ միայն Իրանի, այլ նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ ինչու՞ չէ, այդ միջոցով սինխրոն աշխատի նաև օրինակ Եվրամիության հետ, եթե Թուրքիայի համակարգը կպած է եվրոպական երկրներին։ Նույն կերպ Ադրբեջանը եթե կպած լինի կենտրոնական Ասիայի համակարգին կամ նույնիսկ Ռուսաստանին, դա էլ ավելի մեծ օգուտներ կբերի մեր էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին խոսքը հուսալիության մասին է։ Էներգետիկ համակարգերի միացումը իրատեսական է համարում նաև միջազգային հարցերի մասնագետ Հրաչյա Թաշչյանը։ Նշում, սա խաղաղության գործընթացի հերթական քայլերից է։ Սա նախադրյալ է, որ մենք կարողանանք ունենալ նաև այդ էլեկտրական համակարգերի միացում, վաճառենք էլեկտրականություն, ստանանք էլեկտրականություն իրանցից եւ դա շատ նորմալ, շատ բնական երևույթ է ցանկացած պետության համար։ Հակառակ կերպով էլ կարելի ասել, սա ոչ նորմալ է չունենալը դա հարևանների հետ։ Երևի ոչ մի զարգացած պետություն այսօր աշխարհում չկա, որը չունի նման համակարգ իր հարևանների հետ, այդպիսի բան գոյություն չունի։ Երևի բացառությամբ կղզիների, ասենք Ճապոնիան, Նոր Զելանդիան, որը որ հնարավորություն չունեն։ Վերջին տարիներին Հայաստանն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել, քան ներմուծել, շեշտում է նախարարը, հավելելով. մեր երկրի արտադրական հզորություններն ավելի մեծ են, քան գոյություն ունեցող արտադրանքն է։ Իրանի հետ կառուցվող նոր գիծը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել այդ երկիր։ Վրաստանի հետ նոր գծի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային փուլում են։ Ինչ վերաբերում է մյուս հարևաններին, Դավիթ Խուդատյանը նշում է. Թուրքիայի հետ միացնելու մասով ծախսերը մեծ չեն, այնտեղ գրեթե ամբողջական վիճակ ունենք եւ որոշակի ներդրումներ են անհրաժեշտ ընդամենը համակարգերը միացնելու համար, Ադրբեջանի հետ կապված դեռևս ուսումնասիրություն պատշաճ իրականացված չէ։ Եթե մի երկրում արտադրությունը սպառումից շատ է, ապա ստիպված նվազեցնում են էներգոարտադրող ընկերությունների հզորությունը, ինչը թանկացնում է էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, շեշտում է Հայկ Գևորգյանը։ Իսկ երբ դու սինխրոն աշխատում ես, քո ավելցուկը միանգամից փոխանցում ես այլ երկրի, այստեղ էական չի թե որ երկրին, իսկ երբ որ քեզ մոտ կա դեֆիցիտ արտադրության եւ սպառումը մեծ է, այդ ժամանակ միանգամից հոսանքը ներմուծվում է արդեն։
ինչ որ ժամանակահատվածների ընթացքում կատարում են փոխադարձ հաշվարկներ եւ պարզվում է թե ով ավելի շատ ներկրել, ով ավելի շատ արտահանել։ Այդ դեպքում ստացվում է, որ եթե մենք ենք շատ արտադրել, մենք այդքան էլեկտրաէներգիան արտահանել ենք եւ դրա դիմաց ստանում ենք գումարներ։ Սա հնարավորություն կտա երկրներին կանոնակարգել էներգետիկ համակարգերը, կարծում է միջազգային հարցերի մասնագետը, ապա անդրադառնում այն տեսակետներին, թե սրանով Հայաստանը կախվածություն կարող է ունենալ այդ երկրներից։ Այնքանով որքանով որ մենք կախված կլինենք, եթե իրանք մեզ հետ միացված են, գուցե իրենք էլ մեզանից կախված լինեն։ Իհարկե, որովհետև ինչ որ պահերին նրանք կցանկանան մեզանից գնել եւ նրանք ակնկալիքներ կունենան մեզանից ստանալ էլեկտրականություն։ Հաջողության հասած ցանկացած պետություն իր ամենաակտիվ առևտուրը վարում է անմիջական հարևանների հետ, շեշտում է Հրաչյա Թաշչյանը, ապա անդրադառնում նաև դրա անվտանգային բաղադրիչին։ Տնտեսական փոխկապակցվածությունը, առևտրական փոխկապակցությունները զերծ են պահում պետություններից միմյանց նկատմամբ ագրեսիվ դրսևորումներից։ Մենք որքան իրար հետ փոխկապակցված լինենք, այնքան կնվազի այդ թշնամանքի բարիներ շարունակ մեզ հետապնդող այս ուրեմն զգացումը եւ կնվազի նաեւ բախման, առճակատման, հակամարտության հավանականությունը։ Սա շահավետ է բոլոր կողմերի համար, նշում է տնտեսական մեկնաբանը։ Հավելում, բայց շահավետ է հատկապես Հայաստանի համար։ Որովհետև մեր համակարգը համեմատաբար ավելի փոքր է, մենք ունենք չօգտագործվող էներգա-արտադրող հզորություններ, որոնք այս պահին չեն աշխատում, որովհետև սպառումը այդքան չի, ինչքան որ կարող է լինել։ Հստակ ժամանակացույց չկա, թե երբ այս հարցով կլինեն արդյունքներ, սակայն հաշվի առնելով հարաբերությունների արագ զարգացման դինամիկան, նախարարն ակնկալում է, որ արդեն այս տարի առաջընթաց կգրանցվի։ Ինքը շահեկան է բոլոր կողմերի համար, այս դեպքում արդեն տարածաշրջանի համար, որտեղ կստացվի պատկեր, երբ տարածաշրջանի երկրների էներգահամակարգերը մեկը մյուսի միջոցով իրար կապված կլինեն, ինչը լրացուցիչ ամրություն է տալիս նաև էներգահամակարգին։ Հրաչյա Թաշչյանն անդրամաբանական է համարում այս հնարավորության վերաբերյալ ընդդիմախոսների քննադատությունը։ Նշում են, նույն կերպ նաև դեմ են արտահայտվում մոդուլային ատոմակայանի գաղափարին։ Այս պահի դրությամբ աշխարհի 15 երկրներում 51 նման մոդուլային էլեկտրակայանի նախագիծ կա, որը որ արտոնագրային փուլում է։ Այսինքն արտոնագիր ստանալու փուլում է։ Սա ինչի մասին է վկայում։ Այսինքն այդ 15 պետությունները, որոնք առաջատար պետություններ են, ինչ որ ամենազ բաներ չեն։ Նրանք չեն հասկանում, որ սա մշակված չէ, որ սա հում է, որ սա ուրեմն փորձարկված տեխնոլոգիա չէ, մեր ընդդիմությունը ուրեմն հակառակ կարծիքին է։ Դավիթ Խուդատյանի խոսքով ինչ որ մի պահի մոդուլային ռեակտորն անհրաժեշտ է լինելու, այն թե անվտանգային, թե ճկունության առումով ավելի հարմար է։ Մենք որոշակի սեզոններով պայմանավորված մանավանդ ամռան եղանակներին ստիպված են լինում մեր հիմնական հզորությունները ներառյալ մեծամորի ատոմականի հզորությունը իջացնել, որովհետև էներգահամակարգում արտադրանքը ավելի շատ է լինում, քան սպառում է։ Մոդուլային ատոմակայանը մեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճկուն գործել, եթե մեծամորի ատոմականի դեպքում կա սահմանված ուրեմն արտադրողականություն, որից պակաս հնարավոր չի իջեցնել ատոմականի արտադրողականությունը, ապա մոդուլայինների դեպքում սա շատ ավելի ճկուն մեխանիզմ է, ինքը հնարավորություն է տալիս ատոմակայանը պահել արտադրանքի մեջ իր հզորության 25%-ի չափով նույնիսկ, ինչը շատ կարևոր հանգամանք է։ Մոդուլային ատոմակայանի կառուցման վերաբերյալ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր պետությունների հետ։ Վարչապետի գնահատմամբ սա ռազմավարական որոշում է եւ ընտրություն կատարելիս անհրաժեշտ է վստահ լինել, որ մեր պետության շահերից բխող լավագույն որոշումն է կայացվել։ Այս ընթացքում մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։ Եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է հետո էլ երկարաձգվի։ Սակայն նախարարը հույս ունի, որ մինչև այդ արդեն մեկնարկած կլինեն մոդուլային ատոմակայանի կառուցման աշխատանքները։ Պլանավորվում է, որ այն պետք է ունենա մեծամորի ատոմակայանից ոչ պակաս հզորություն։ Նիկոլայ Ավետիսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Մհեր Կիրակոսյան եւ Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյալ ուրեր։